Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը ազգային բարերարի փաստաբանական խումբը հայտարարել է, որ այս միջնորդությունը նախորդների պես ապօրինի է։ Սամվել Կարապետյանի եղբորորդին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կարծում է, որ գործարարին իշխանության պահանջով դատարանը եւս 2 ամիս կպահի անազատության մեջ։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը։ Որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Վալեն Սիմոնյանին հարցրեցին մեր ձևովը ձեզ մրցակից է թե չէ, վախենում եք թե չէ, ասաց նման քաղաքական ուժ չկա, Պոնտենանում Բերդում հայտնվելով ուզում են քաղաքական ապաստան ստանան ազգային ժողովում, այդպես է թե չէ, եւ դուք հարցում արել եք մեր ձևով քանի տոկոս է այս պահին քանի տոկոս ձայների տիրապետում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակը մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանքը ձայների հետ կապված։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Դուք պատկերացնում եք 3 ամիս, 4 ամիս մարդիկ մենք ունենալով տասնյակ հարյուրավոր ընկերություններ Հայաստանում գործ չեն կարող գտնեն։ Սա ցույց չի տալիս նախ, որ մենք աշխատել ենք ճիշտ օրենքի սահմաններում, ինչքան հնարավոր է Հայաստանի իրականության մեջ, եւ երկրորդը թիմի պրոֆեսիոնալիզմը, այն թիմի, որը հավակնում է աշխատանքներ կատարել ի բարօրություն որ մեր հայրենիքի։ We will attack Pashinyan every day. Ամեն օր Փաշինյանին գրոհելու ենք, մինչև Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն է հայտարարել Երևանում։ Կարապետյանի դեմ բացված գործը ստեղծվել է Դիսնեյլենդում, ասել է Ամստերդամը։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունը նույնպես վստահ է, որ այդ գործում որևէ արժանահավատություն չկա։ These charges were made in Disneyland. Դիսնեյլանդում կառուցած մեղադրանք է։ I have no idea. No one has any idea. Ոչ ես, ոչ որևէ մեկը չի կարող պատկերացում ունենալ թե ոնց։ I mean, literally Disneyland charges. They understand well that they have no credibility
որ որևէ արժանահավատություն չկա դրանում։ on the charges relating to overthrowing the government. Այն մեղադրականը, որը վերաբերում է իշխանությունը տապալելուն։ Միջազգային փաստաբանը անդրադարձել է նաև բարերարի նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքին եւ նշել, որ իր կարիերայի ընթացքում շատ գործեր է տեսել, սակայն մեջբերում անգամ տանզանյան կամաչեր նման դատական գործ սկսել։ Ամստերդամի խոսքով կառավարությունը փորձում է փչացնել Կարապետյանի վարկանիշը, քանի որ վախենում է նրա հետ մրցակցությունից 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Nobody here, none of you, can properly define money laundering. Շատ բարձ պատճառով, որտեղ ոչ ոք, ձեզանից ոչ մեկը ներկա այստեղ չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում։ This is why authoritarian governments use it. Դրա համար էլ ավտորիտար բռնապետ իշխանությունները շատ հաճախ են դիմում նման մեղադրանք։ Because nobody knows what the hell it is. Որտեղ ոչ ոք չգիտի այդ ինչի մասին է խոսքը։ The actual definition is quite complex. Իրական սահմանումը շատ խրթին է and it involves a lot of technical procedures. Եվ տեխնիկական բազմաթիվ ընթացակարգերի հետ է կապված, եթե ուզում եք ապացուցել հանցակազմը։ I can assure you, կարող եմ ձեզ հավաստիացնել, without even fully seeing the charges, նույնիսկ մեղադրականը լրիվ չտեսնելով, հանդերձ, that they are unquestionably outside of any substance because of the date of the charges. Անհերքելորեն դրանք զուրկ են որևէ հիմնավորումից, թեկուզ հենց ելնելով բացառապես մեղադրանքի ներկայացման ամսաթվից։ Ռոբերտ Ամստերդամը պատրաստվում է դիմել Եվրոպական միություն եւ ՄԻԵԴ բարձրաձայնելու Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին։ Ամստերդամը խոստացել է ամբողջ աշխարհին ներկայացնել Հայաստանի վարչապետի գործելակերպը։ I can promise you all, Որոնք կարող եմ խոստանալ, within a month, որ մի ամսվա ընթացքում the world will be aware աշխարհը լրիվ իրազեկ կլինի of the activities of this Prime Minister այս վարչապետի գործողությունների and his jailing of political opponents, what he perceives to be political or religious opponents. Այն որ նա բանտարկում է նրանց, ում ընկալում է որպես քաղաքական կամ կրոնական ընդդիմախոս։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը բեկանել է մեկ այլ դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը եւ հաստատել, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի իրավունքները խախտվել են։ Սփազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում արատավոր պրակտիկա կա։ Քրեակատարողականի աշխատակիցները զննում են փաստաբանների կողմից իրենց պաշտպանյալներին տրամադրված նյութերը եւ եթե դրանք չեն առնչվում քրեական գործին, վերցնում են։ Փաստաբանի խոսքով այս փաստի առնչությամբ բողոք էր ներկայացվել առաջի ատյանի դատարան, որը մակագրվել էր Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս խախտում չէր արձանագրել եւ մերժել էր բողոքը։ Վերաքննիչ դատարանը հակառակ այդ որոշման բավարարել է բողոքը, ճանաչել իրավախախտումը եւ պարտավորեցրել Երևան կենտրոն քրեակատարողականի պետին միջոցներ ձեռնարկել իրավախախտումները վերացնելու համար։ Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար, նշել է փաստաբանը։ Կոտայքի մարզում 4 մարդու սպանած 61-ամյա տղամարդը խոստովանել է մեղքը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արամուս գյուղի դաշտում ամուսիններին կրակելու սպանելու պատճառը կենցաղային վեճն է եղել։ Սպանությունից անմիջապես հետո մեղադրյալը գնացել է Զովաշեն գյուղի դաշտամիջյան հատված եւ նույն հրացանով սպանել եւս 2 քաղաքացու։ Վերջինների սպանելու պատճառների մասին քննչական մարմինը մանրամասներ չի հայտնել։ Երկրորդ հանցանքի վայրից մեղադրյալը հեռացել է սպանվածի ավտոմեքենայով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է։ Բաքվի բանտում պահվող հայ միլիարդատեր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Մասնակիցներից մեկը սկանդալային տեղեկություն է ներկայացրել ՄԱԿ-ի աշխատակիցների ադրբեջանական լոբինգի հետ սերտ շփումների մասին։ ՄԱԿ-ում մի զեկույց է այսպես ներկայացվել եւ ընդունվել, որով ՄԱԿ-ը փաստել է, որ դատավարությունները Բաքվում իրավաչափ են, հատկապես Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրավաչափ են այդ զեկույցները։ Հետագայում պարզվել է իմ մասնավորի Օկամբոյի մասնակցությամբ ջանքերով պարզվել է, որ այդ աշխատանքային խմբի ղեկավարը կապ ունի ադրբեջանական կառույցների հետ եւ աշխատանքային խմբի ղեկավարը, որի անունն է Յաննա Յուտկիվսկա, նրա ամուսինը
Ուկրաինայում գտնվող Սոկար ընկերության հետ կապ ունի եւ արմատներով ինքը ադրբեջանցի է, ճիշտ է, երկար ժամանակ ապրում է Ուկրաինայում, բայց արմատներով ադրբեջանցի է եւ այսինքն գործել է ի պաշտպանություն Ադրբեջանի։ Իդեպ այս օրերին Երևանում է Ռուբեն Վարդանյանի ընկերն ու Բար Աֆեյանը, որի հետ միասին իրականացնում էին Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունը։ Աֆեյանը ասել է, որ արդեն 2 տարի է մեծ ծավալի գործ են անում Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին ազատելու համար եւ կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի դրան։ Արդեն 2 տարի է մենք բավական գործ ենք տանում անverջ եւ գրծազուս շապանում ենք, որ թե այլ երկիրների ղեկավարները եւ թե այստեղի կառավարությունը ուշադրություն տա եւ դա փորձում են, հուսով եմ, որ հաջողենք։ Դուք հույս եք հայտնում, որ ներկայիս իշխանությունները որևէ գործիքակազմ են կիրառում գերիների վերադարձի համար։ Դուք կամ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Չէ, ես պաս չեմ կարող առաջարկել, իրենք պետք է առաջարկեն, բարձրապես գիտեմ, որ նյութը կարևոր նյութ է եւ զանազան տարբեր երկիրներն էլ այս հարցը բերվում է խոսակցությունների մեջ եւ հուսով եմ, որ վերջի վերջո այս խաղաղության ասենք եղանակի ընթացքին բոլորովին եւ խաղաղություն եւ արդարություն կդիրե։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով, հավատացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ այդ աշխատանքը երբեմն տեսանելի չէ ու անարդյունավետ է։ Հակառակ դեպքում Միրզոյանի խոսքով հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլիներ օրակարգից։ Շարմա Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Պես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Thank you so much. ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Երևանում հայտարարել է կազմակերպության գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։ Հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։ ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ պատրաստ են սատարել խաղաղության հաստատմանը եւ ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելն արգելող որոշումը, որն ընդունել էր 33 տարի առաջ 1992 թվականին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաունթին։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի մատակարարումների սահմանափակումները ըստ Դաունթիի կորցրել են իրենց արդիականությունը, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները։ Բրիտանացի պաշտոնյայի խոսքով այս քայլն աջակցություն է տարածաշրջանի երկրների համար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում այլ պետություններից եւ ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական եւ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։ Հայկական մեդիան ակտիվ քննարկում է Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի կարճ զրույցը Եգիպտոսում ԱՄՆ նախագահի ելույթից անմիջապես հետո։ Հայաստանի վարչապետը դիմում է ամերիկացի գործընկերոջը հետևյալ խոսքերով. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, հիշեցիք, օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից, համատեղ հայտարարությունների ստորագրումից եւ Փաշինյանի հասցեին Թրամփի գովեստի խոսքերից հետո թվում էր, թե պետք է Թրամփը հրաշալի հիշի Փաշինյանին դեմքով։ Իդեպ Հայաստանի վարչապետի համախոհներից մեկը օգոստոսի 8-ի հայտնի իրադարձությունից հետո հայկական ժամանակի հետ զրույցում պնդել էր մեջբերում Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի, Հայաստանի ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել, բայց այն, ինչ տեղի ունեցավ 3 Եգիպտոսում, կարծես թե հաստատում է Նիկոլ Փաշինյանի ինդիմախոսների այն պնդումները, որ Թրամփը այնքան էլ լավ չի պատկերացնում, թե որտեղ է քարտեզի վրա Հայաստանը իր բոլոր հետևանքներով։ Thank you very much. Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, հիշեցիք, շնորհակալություն ձեզ, Աստված պահապան ձեզ։
Իդեպ այս զրույցից րոպեներ առաջ Թրամփը ելույթում հիշել էր, որ ինքը մի հեռախոսազանգով կարողացել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող 30-ամյա հակամարտությունը եւ այդ խոսքերն ասելիս թեքվել ողջունել էր Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։ Եգիպտոսի խաղաղության գագաթնաժողովի կուլիսներից եւս մեկ դրվագ չի վրիպել այս անգամ արտասահմանցի լրագրողների աչքից։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Թուրքիայի նախագահը խոստացել է այնպես անել, որ նա թողնի ծխելը։ Ամեն ինչ լավ է։ Դուք հիանալի տեսք ունեք։ Շնորհակալություն։ Բայց ես պետք է ստիպեմ ձեզ թողնել ծխելը։ Գիտեմ, չեմ ուզում որևէ մեկին սպանել։ Շարմ el-Շեյխում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Քաթարի եւ Թուրքիայի առաջնորդները ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր։ Իսրայել այցից անմիջապես հետո Եգիպտոս ժամանած Թրամփը կատակել է, թե գագաթնաժողովին ուշացել է Նեթանյահուի փայլուն, բայց շատ երկար խոսքի պատճառով։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվի, ասել է Սպիտակ տան ղեկավարը գագաթնաժողովի ամփոփիչ ելույթում։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդը կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, նրան հարգում է Պուտինը եւ նա իմ ընկերն է, նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի հաջորդ այցը կլինի Մալազիա, նա Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր կստորագրի։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Գազայի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր։ Քաղաքը հիմնովին ավերված է, չկա որևէ կանգուն շինություն։ Կադրերում մարդիկ են, որոնք անցնում են Շեյխ Ռադվան թաղամասի ավերակների կողքով։ Մենք երբեք չէինք պատկերացնի նման մասշտաբի ավերածություն, սա ապոկալիպսիս է, կյանքի բոլոր հիմքերը ջնջվել են, մենք ապրում էինք այս վայրում, իսկ հիմա այն ամբողջությամբ ավերված է։ Վերադառնալուց հետո արդեն մի քանի օր է, ինչ տեղացիները ապրում են առանց սննդի, ներքնակների եւ անհրաժեշտ այլ պարագաների։ Երեկ մենք եկանք մեր տուն եւ տեսանք, որ այն գրեթե ամբողջությամբ ավերված էր, մոտ 95%-ով։ Տունն այլևս բնակելի չէ, գրեթե ամեն ինչ ավերակների մեջ է։ Ինչպես ենք ապրելու սրանից հետո։ Այստեղ ընտանեկան բիզնես ունեին 20 տարի, մանկապարտեզ։ Ինչպես են այժմ երեխաները սովորելու եւ խաղալու, երբ ամեն ինչ ավերված է։ Դասասենյակները քանդված են։ Սա կյանք չէ։ Վերադարձածներից շատերը գիշերում են ինքնաշեն վրաններում, քաղաքում խմելու ջրի, սննդի սուր պակաս կա։ Երբ վերադարձա, ոչինչ չգտա, նույնիսկ իմ տան հետքը, այն ամբողջությամբ ավերակների էր վերածվել։ Միթե մենք ստիպված ենք լինելու հավերժ այսպես ապրել։ Մարդասիրական բեռնատարները չեն հասցնում քաղաք մտնել, չհասած անգամ մուտքին, սոված ծարավ մարդիկ կախվում են մեքենաներից, վերցնում այն, ինչին ձեռքները հասնում է։ Իսրայելի եւ Համասի միջև անցած շաբաթ համաձայնեցված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը ներառում է մարդասիրական օգնության մատակարարում, պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ իսրայելական զորքերի նահանջ դեպի Գազայի դեղին գիծը։ Հետագա փուլերի ընթացքում որոշվելու է Գազայի կառավարումը, Համասի ապագան եւ անկլավի վերակառուցումը։ Միլանի խորհրդարանը 21 կողմ եւ 9 դեմ ձայներով երկարաձգել է Թել Ավիվի հետ քույր քաղաքներ լինելու համաձայնագիրը։ Սրա պատճառով իտալական բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսել։ Միլանում այնքան է ամեն բան թեժացել, որ ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Կան ձերբակալվածներ եւ վիրավորներ։ Հռոմում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 50,000 մարդ։ Ցուցարարների հիմնական պահանջը Իտալիայի եւ Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների անհապաղ խզումն է։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է թշնամական եւ հանցավոր վարքի համար։ Իրանի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկխոսության կոչը, այն համարելով հակասական։ Թրամփն Իսրայելի խորհրդարանում հայտարարել էր, որ նահանգները պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, երբ Թեհրանն էլ պատրաստ լինի։ ԱՄՆ ղեկավարը շեշտել էր, որ Իրանին հասցված հարվածներից հետո նա այլևս չի զբաղվի միջուկային գործունեությամբ եւ վստահեցրել էր, որ Իրանը հակված է խաղաղությանը։ Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար։ Խումբը կազմված կլինի 3 երկրների մաքսային, սահմանային եւ տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներից։ Կամչատկայում Կլյուչևսկայա գործող հրաբուխը մոխիր է արտանետել եւ թանձր ծուղ, որի բարձրությունը հասնում է մինչեւ 7 կմ։
կիլոմետրի։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված Կամչատկայում հայտարարվել է ավիափոխադրումների համար վտանգավորության նարնջագույն մակարդակ։